Մոսկվայում ապրիլի 28-ին կայացած ռուս-հայկական Լազարյան ակումբի 7-րդ նիստը, որ պաշտոնապես նվիրված էր երկկողմ հարաբերությունների ապագային, ունեցել է շատ ավելի խոր ենթատեքստ և իրական տնտեսական հետևանքներ։ Կովկասի քրոնիկոն պարբերականը Լազարյան ակումբի կուլիսներում ստվերային հյուրեր և ծրագրեր ընտրությունների համար հոդվածում հրապարակել է իրենց տրամադրության տակ հայտնված փաստաթղթեր։ Հանրային հաշվետվությունները լռում էին բարձրաստիճան անձանց ներկայության իրական մասշտաբների մասին։ Մեր տեղեկություններով մասնակիցների կազմը շատ ավելի լայն է եղել։ Նիստը գլխավորել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Ներկա են եղել նաև բազմաթիվ այլ հայտնի անձինք։ Հարթակը նաև մասնակիցների ցուցակ է հրապարակել, որոնց թվում էին նաև Ռուսաստանի հայերի միություն համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանը, միգրացիայի և քաղաքացիության հարցերով ՌԴ պետական դումայի հատուկ ներկայացուցիչ, Պետդումայի ԱՊՀ գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը, Գարգին Բ-ի եղբայր, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos Ներսիսյանը, Հայաստանի նախկին վարչապետ Գազպրոմ բանկի վարչության նախագահի խորհրդական Կարեն Կարապետյանը, Բարգավաճ Հայաստան կուսակցության падգամավորի թեկնածու Մայր Հայաստան կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը եւ այլք։ Մամուլում քննարկվում էր, որ Կովկասի քրոնիկոնով տարածվող տեղեկությունները արժանահավատ չեն։ Անկախ դիտորդ դաշինքի ներկայացուցիչ Դանիել Յովհաննիսյանը մեկնաբանում է. Այս կայքը իրոք սունկ կայք է, ընդ որում ստեղ շատ կարևոր է չխառնել ամեն ինչ միտեղ եւ դոսիեի եւ The Insider-ի հեղինակությունները, դրանք այդ երկուսը սունկ չեն, այդ երկուսը շատ հեղինակավոր են եւ իրանք էլ շատ լուրջ բացահայտումներ արել են, այդ թվում ռուսական հատուկ ծառայությունների կողմից Հայաստանում ծավալվող գործունեության մասով։ Այս մի կայքը սունկ կայք է, բայց դա չի նշանակում, որ տված տեղեկությունները սուտ են։ Յովհաննիսյանի խոսքով կայքի տարածած տեղեկությունների մի մասը բացառիկ են եւ ստուգման արդյունքում պարզվում է, որ ճիշտ են։ Լազարյան ակումբի մասնակիցների ցանկի հետ կապված իրանց հրապարակած ցանկում կան ազգանուններ, որոնք որ ոչ միտեղ հրապարակային չկան, ոչ մի ֆոտո չկա, պաշտոնական մամուլի հաղորդագրությունում այդ մարդիկ չկան, բայց այդ մարդիկ եղել են։ Ուրիշ ձևերով ճշտում ենք, որ այդ մարդիկ եղել են, որում երբեմն այդ մարդիկ ստիպված նաև իրենք են ընդունում, մարդկը ստիպված ընդունել ասել, հա, ես այնտեղ եղել եմ։ Ճիշտ է, դա ներկայացնում է որպես առանձնապես բան չի եղել, բայց հաստատելով, որ ինքը այնտեղ եղել է, ինքը հաստատում է, որ այս հրապարակումը մատից ծծած չի, որ այս հրապարակումը իրոք էքսկլյուզիվ եւ ճիշտ տեղեկություններ է պարունակում իր մեջ։ Ըստ պարբերականի միտումնավոր թաքցվել է փաստը, որ նիստը գլխավորել է Կրեմլի կողմից Եվրասիական ինտեգրման համակարգողը, որպիսի պաշտոնական Մոսկվան հրապարակայնորեն չկապվի ընտրությունների նախաշեմին հայաստանյան ընդդիմադիր շրջանակների ուղղակի համակարգման հետ։ Ինչի՞ չեն հրապարակում, որ այդ ակումբի հանդիպմանը մասնակցել է օրինակ Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը, որ դրանից հետո շատ ուժեղ հակահայաստանյան թեզերը սկսել առաջ տանել։ Այդտեղ միգուցե տրամաբանություն կա, բայց օրինակ որն է տրամաբանությունը չհրապարակելու, որ դրան մասնակցել են որոշ գործիչներ Հայաստանից, եթե այդտեղ իրոք Հայաստանի դեմ այսպես ասած դավադրություններ չեն քննարկվել։ Պարբերականը գրում է. միջոցառման ընթացքում սուր քննադատություն է հնչել Հայաստանի իշխանությունների հասցեին։ Երևանին մեղադրել են արտաքին քաղաքական վեկտորը փոխելու համար, սակայն հիմնական քննարկումները ծավալվել են Հայաստանում կայանալիք 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների շուրջ։ Մասնակիցները քննարկել են ընտրական գործընթացը լեգիտիմությունից զրկելու եւ հիբրիդային պատերազմի միջոցով քարոզարշավին ուղղակիորեն միջամտելու սցենարներ։ Բայց հաշվի առնելով Օվերչուկի հայտարարությունները, որոնք որ եղել են այդ ապրիլ 28-ի այդ հանդիպումից հետո, ճիշտն ասած ինձ մոտ տպավորություն է, որ այո, այս հրապարակումը նաև այդ մասով է ճիշտ, եւ այդտեղ իրոք քննարկվել են Հայաստանի դեմ կատարվելիք գործողություններ, Հայաստանի ընտրությունների կոնտեքստում կատարվելիք գործողություններ, այդ թվում Հայաստանի ընտրությունների միջամտության, Հայաստանի դեմ տնտեսական սանկցիաների կիրառման, տնտեսական սանկցիաների միջոցով Հայաստանի ընտրությունների վրա ազդման, Հայաստանի ընտրողների շրջանում տրամադրությունների վրա ազդման, ինչպես նաև Հայաստանի ընտրությունների ապալեգիտիմացման ուղղված գործողություններ։ Պարբերականը նաև գրում է. Հատկանշական է, որ ակումբի նիստի ավարտից հետո ռուսական վերին լարց մաքսակետում կասկածելիորեն սկսվել են զանգվածային ուշացումներ եւ խոչընդոտներ են ստեղծվել հայկական բեռնատարների տեղաշարժի համար։ Ըստ հոդվածի Ռոսելխոզնաձորն ու Ռոսպոտրեբնաձորը հաջորդաբար սահմանափակել են հայկական ծաղիկների ներկրումը, արգելել ջերմուկ հանքային ջրի վաճառքը եւ կասեցրել հայկական կոնյակի ու գինու մի քանի խմբաքանակների մուտքը Ռուսաստան, որակի անհամապատասխանության պատրվակով։
Դանիել Յոհաննիսյանի խոսքով տարբեր միջազգային հետաքննական հարթակների, Ինսայդերի, Դոյսիեի, իրենց փաստերի ստուգման թիմի որոշ առումով Կովկասի քրոնիկոնի հրապարակումների համադրումը ձևավորում է ամբողջական պատկեր, ըստ որի Ռուսաստանի Դաշնության տարբեր պաշտոնատար անձինք փորձում են Հայաստանում իշխանություն զավթել։ Յոհաննիսյանը նաև տեղեկացնում է, այդ հանգամանքների վերաբերյալ իրավապահ մարմիններին հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել։ Քրիստինե Թորոսյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։